Մեր երկրին անհրաժեշտ է երաշխավորած խաղաղություն, որ պատերազմի դռները մեր ժողովուրդը փակի։ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Երգիչ եւ դերասան Գևորգ Մկրտչյանն ու նրա կինը դերասանուհի եւ բլոգեր Քրիստինե Հովհաննիսյանը շարունակում են շատ ակտիվ գործունեություն ծավալել սոցիալական հարթակներում եւ չնայած նրան, որ Գևորգը տևական ժամանակ է ինչ որպես դերասան չի ներկայանում տարբեր հեռուստանախագծերում, միևնույն է, երկրպագուները սիրում են նրան ու սպասում նրան նոր համագործակցություններին, նոր երգերին ու նոր նախագծերի նրա մասնակցությամբ։ Գևորգին եւ Քրիստինային կարելի է համարել ինստագրամյան ամենագեղեցիկ ու համահունչ զույգերից մեկը։ Նրանց նոր ֆոտոշարքերը պարբերաբար հայտնվում են համացանցում ու լայն տարածում գտնում։ Դե իսկ հումորային տեսանյութերը այս ընտանիքից անպակաս են։ Քրիստինան եւս մեկն է ներկայացրել։ Երեկ դերասանուհին իր ինստագրամյան էջի սթորիս բաժնում պատմել այն մասին, որ պատրաստվում է ամուսնուն անակնկալ կերպով iPhone-ի վերջին մոդելներից մեկը նվիրել։ Դե իսկ Գևորգ Մկրտչյանի արձագանքը կնոջ անակնկալ նվերին անսպասելի էր ու շատ զվարճալի։ Քրիստինան հրապարակմանիկից գրել էր. «Սխալ արձագանք»։ Ավելին, նա 1 ժամ հոլովակից հետո համոզում էր ինձ, որ նվերը ինձ վերցնեմ։ Հետո համակերպվեց։ Գրել էր Քրիստինան ու հրապարակել տեսանյութը։ Առաջարկում ենք դիտել այն։ Եվ լուսոն, նստած ենք կաֆե, մեկ էլ ասում եմ լուս, արի Գևին գնանք հեռախոս առնենք։ Գևդոն, դու այսօր ունենալու ես նոր հեռախոս։ Այո, ու դրա համար Քրիստո ուշանում է։ Հիմա վատացել եմ ըստ Գևի։ Ըստ իմ սուտի։ Բոլորիդ այսպես կին եմ ցանկանում, այդ ու իմ նման ընկերներ։ Ես քո համար մի հատ բան ունեմ։ Չէ, դու դեբիլ չես։ Իորա։ Լուրջ խի։ Տենց։ Ուրախ ես։ Չէ, ես քեզ իմորը քեզ։ Չէ, գիշեր։ Չէ, իմորը։ Ես խարյակցա։ Չէ, լուրջ եմ ասում, չէ, դի կարաս անջատես, բայց չէ։ Քեզ։ Դերատ։ Չէ։ Ուրեմն ես եւ Դիանա հանդիպել ենք, արդեն հասել ենք տեղ ասեմ ավելին։ Ու ամենավատը գիտեք որն է, որ ես բենզին չունեմ, չեմ տեսել, որ վերջացել է, անգամ վերջի գիծն է վերջացել։ Ցույց չի տալիս ու եթե մնանք ճանապարհին Գևջա խնդրում եմ պատրաստելի, որ եթե ինչ պետք է գազ հասնես, ասես թորյով եմ անում, որ ապացույց լինի, հա, եթե չկաս, ասեմ, որ դու չկար, մի խոսքով, այսպես, գնում ենք, նստենք, խոսենք, որովհետև շատ բաներ իրար չենք տեսել, ու տենց։ Հարկ է նշել նաև, որ բացի նմանօրինակ հրապարակումներից Քրիստինան նաև տարբեր գրառումներ է անում ու իր կարծիքը արտահայտում այս կամ այն երևույթի նկատմամբ։ Քրիստինայի հերթական գրառումն այսպիսինն է. «Դուք շատ ավելին եք, քան պարզապես ձեր արտաքինը։ Դուք այստեղ եք ապրելու, ծիծաղելու, սիրելիների եւ ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար։ Այստեղ չեք անհանգստանալու, թե ինչպիսի տեսք ունեք։ Այսպիսով ժամանակն է շնորհակալություն հայտնել ձեր մարմնին իր բոլոր գործառույթների համար, որոնք թույլ են տալիս վայելել կյանքը, քանի որ ունեք ոտքեր, որոնք տանում են ձեզ ամենուր, ձեռքեր, որոնք կարող են գրկել ձեր սիրելի մարդկանց, աչքեր տեսնելու այս երկրի գեղեցկությունը, ականջներ լսելու ձեր սիրելիների խոսակցությունները։ Ձեր մարմինը շատ բան է անում ձեզ համար եւ նա ձեզ հետ կլինի անկախ ամեն ինչից, թե ինչի միջով եք դուք անցնում։ Դրա դիմաց այն միայն ցանկանում է, որ իրեն սատարեն եւ սիրեն։ Ձեր մարմնին վերաբերվեք որպես ընկերոջ եւ ոչ թե որպես թշնամու, քանի որ այն ստեղծված է ոչ թե գեղեցիկ տեսք ունենալու համար, այլ ձեզ ուղեկցելու ամեն քայլափոխի։ Ինստագրամյան հարթակում գրել էր Քրիստինան։ Հավելենք, որ երբ զույգը նոր էր ամուսնացել, Star News-ը բացառիկ հարցազրույց էր պատրաստել Գևորգի հետ, որի ժամանակ երգիչն անդրադարձել էր ամենակարևոր հարցերին, հարսանիքի հյուրերին, նրա զգացածին եւ այն ամենին, ինչ կապված էր գեղեցիկ ու շքեղ հարսանիքի հետ։ Այժմ ձեզ ենք ներկայացնում այդ հարցազրույցը, ինչպես նաև մի քանի այլ հոլովակ զույգի մասնակցությամբ։ Մեր առաջին հարցը երգչին այսպիսինն էր. ովքեր էին հրավիրված ձեր համար այդքան կարևոր օրվան եւ արդյոք կային մարդիկ, ովքեր այդպես էլ չկարողացան գտնվել ձեր կողքին։ Գևորգը պատասխանել էր հետևյալ կերպ. հրավիրված էին մեր բոլոր ընկերները, մոտ 400-ից ավել հյուր ենք ունեցել։ Իհարկե կային մարդիկ, ովքեր հրավիրված էին, սակայն հարգելի պատճառով չկարողացան ներկա գտնվել, քանի որ երկրում չէին, մարդիկ կային, ովքեր շատ վաղուց պլանավորված զբաղվածություն ունեին։
Այդ իսկ պատճառով չկարողացան ներկա գտնվել։ Մենք բոլորին էլ ըմբռնումով ենք մոտեցել, քանի որ գիտակցում ենք նրանց գործերի կարևորությունը։ Star News-ը նաև հետևյալ հարցն էր ուղղել. Ողջ համացանցը ողողված է ձեր հարսանեկան տեսանյութերով։ Շատերի համար այս տեսակ իրադարձությունները անձնական PR-ի հարցում աշխատում են։ Նկատում եք առավել ակտիվությունը ամուսնությունից հետո։ Գևորգը պատասխանել էր հետևյալ կերպ. Իսկապես, տեսանյութերը մեծ տարածում են գտել ողջ համացանցում, հետևաբար մեր սոցիալական էջերի ակտիվությունն էլ բարձրացել է, հետևորդների քանակն է անընդհատ ավելանում։ Մենք էլ փորձում ենք շարունակել պահել այդ ակտիվությունը, որպեսզի հետևորդների հետաքրքրությունը էլ ավելի շատանա, անկեղծացել էր երգիչը։ Մեր հարցը հետևյալն էր. Արդյոք սա իսկապես այն օրն էր, որի մասին դուք երազում էիք։ Գևորգը այս պատասխանը տվեց. Հավատացեք, այո, մենք 5 ամիս շարունակ ամեն օր պլանավորել ենք այս օրը։ Առավոտից մինչև երեկո աշխատել ենք, ամեն բան գծել, որպեսզի ամեն բան շատ սիրուն անցնի։ Կարծում եմ հենց այդպես էլ ստացվեց։ Արդյունքը մեր սպասումներից 10 անգամ ավելին էր, նշեց երգիչը։ Որպես կանոն, մեզ համար այդքան հատկանշական օրերին միշտ չէ, որ ամեն բան հարթ է ընթանում, ինչպես յուրաքանչյուր առիթ, այնպես էլ ձերը անմասն չէր կարող մնալ ինչ-ինչ բացերից եւ ոչ այսքան սպասված ու հաճելի անակնկալներից կային այդպիսինները։ Այս հարցին Գևորգը պատասխանեց հետևյալ կերպ. Ինչպես մեր նշանադրության, այնպես էլ հարսանյաց օրը ի զարմանս ինձ որևէ միջադեպ տեղի չի ունեցել։ Դե քանի որ հյուրերը շատ էին, մտածում էինք, որ հնարավոր է ինչ-ինչ միջադեպեր լինեին, բայց բոլորն այնքան ջերմ էին միմյանց հետ շփվում, այնքան անկեղծ էին ուրախանում, որ բանը դրան չհասավ։ Մենք փորձեցինք ճշտել նաև, թե ինչպիսի կին է Քրիստինան, արդեն կարողանում եք նկատել տարբերություններ ընկերության ու համատեղ կյանքի մեջ։ Գևորգը պատասխանեց. Քանի որ նոր ենք ամուսնացել, չեմ կարող նկարագրել նրան որպես կին, բայց վստահ եմ, որ նա իդեալական կին է լինելու ինձ համար, քանի որ կարծում եմ, գլոբալ մեծ փոփոխություններ չեն լինում ամուսնությունից հետո եւ առաջ։ Եթե դու մարդուն ընտրել ես եւ հասել է այն օրը, որ դուք ամուսնանում եք, ուրեմն վստահ ես, որ քեզ համար նա լավ կին կլինի, անկեղծացավ Գևորգը, իսկ մեր հարցը այսպիսինն էր. Ձեր հարսանեկան անակնկալներից մեկն էլ Քրիստինայի մայրիկի նվիրած բնակարանն էր, այնտեղ եք ապրելու։ Մենք ամռանը մեծ սեփական տուն ենք գնել, հետևաբար այնտեղ էլ ապրելու ենք։ Գևորգ, իսկ ում հետ կապրի ձեր մայրիկը, ձեր եղբոր, թե ձեր։ Այս հարցին Գևորգը եւս պատասխանել էր. Մայրիկս էլ ապրելու է մեզ հետ, վերոնշյալ տանը։ Ամենավերջում մեր հարցը մի փոքր հուզիչ ստացվեց։ Ձեր հայրիկը ցավոք ֆիզիկապես ձեր կողքին չէր եւ վստահաբար նա վերևից ուրախանում էր ձեզ համար։ Ինչ էր ձեզ համար առանց նրա ֆիզիկական օրհնության ընտանիք կազմելը։ Ինչ կասեիք նրան, եթե կարողանայիք խոսել նրա հետ ձեր ապրած վերջին ուրախ օրերի մասին։ Գևորգը պատասխանել էր. Հայրիկիս մասին մի բան կասեմ։ Իր ներկայության կարիքը այդ օրը զգացել եմ առավել քան երբևէ։ Անկեղծացել էր Գևորգը Star News-ի հետ զրույցում։